Հարցս ուղղում եմ ներքին գործերի նախարարին Տիկին Սարգսյան, մեր առօրյա կյանքում կա մի երևույթ, որին երևի շատերը, համենայն դեպս քաղաքացիների դեպքում բոլորը արդեն նորմալ են վերաբերվում։ Խոսքը վերաբերվում է ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դժբախտ միջադեպերի լուսաբանմանը Շամշյան կոմի միջոցով, երբ իհարկե օրինակներ բազմաթիվ կարելի է բերել, դրա համար կարիք չկար, երբ պատահարից րոպեներ անց Երևանից բազմաթիվ կիլոմետրեր հեռավորության վրա ուրեմն տեղի ունեցածի ամբողջ հանգամանքները լուսաբանվում է այդ կայքի միջոցով, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցներից է փոխանցվում այդ ինֆորմացիան։ Ես վստահ եմ, որ դա նորմալ չի եւ ուզում եմ ձեր մեկնաբանությունը եւ թե ինչ աշխատանք է տարվում դրա դեմ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Բաբայան, իրականում ներքին գործերի նախարարության շրջանակներում, երբ որ դիտարկում ենք տարբեր իրադարձություններ, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության հասանելիության հետ կապված հարցեր, շատ հստակ է նախարարության եւ նախարարության ենթակա պետական մարմիններին իմաստակը, որ հանրային կոմունիկացիան պետք է ապահովել բացառապես նախարարության կառուցվածքում գործող հանրային իրազեկման վարչության միջոցով եւ դրա համար կա նաեւ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ, որ կոմունիկացնում է բոլոր թեմաները, նաեւ հաշվի առնելով օրենսդրական այն ծավալները, որ թույլ է տալիս կոնկրետ ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը։ Ցավոք սրտի տարիներ շարունակ մենք ունեցել ենք այնպիսի իրավիճակ, ես չեմ ուզում թիրախավորել կոնկրետ լրատվամիջոցը, բայց ընդհանուր առմամբ զանգվածային լրատվության միջոցներին շատ ու շատ դեպքերում ոչ պատշաճ խողովակով տեղեկատվությունը հասանելի է դառնում, եւ սա իրականում մտահոգության տեղիք տվող թեմա է։ Ունեցել ենք նաեւ մի շարք ծառայողական քննություններ այս թեմայով, ունեցել ենք նաեւ ծառայողներ, որոնք ազատվել են նաեւ ծառայությունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանել օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության ապահովման այն կառուցակարգը, որը կա։ Պիտի ասեմ, որ տարիներ շարունակ այս մշակույթը, որը բացասական մշակույթ է, ամրապնդված է համակարգում, բայց նմանատիպ ռեակցիաները նախարարության կողմից կարծում եմ կարճ ժամանակում թույլ կտան արդեն արմատախիլ անել այս մշակույթը եւ գնալ ճիշտ եւ օրինական ճանապարհով։ Միևնույն ժամանակ պիտի նաեւ նկատի ունենանք, որ յուրաքանչյուր դեպք պիտի դառնա պատշաճ քննության առարկա, որովհետեւ ասել, որ եթե կա որևէ զանգվածային լրատվության միջոցին հասանելի տվյալ, դա միանշանակ ոստիկանության որևէ ծառայողի կողմից է իրականացվել, դա պիտի փաստեմ, որ այդպես չէ, որովհետև ունեցել ենք նաև մի շարք դեպքեր, երբ իմ ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ոչ ոստիկանության ծառայողի կողմից է տվյալ ազդակը փոխանցվել, ունեցել ենք բնակիչներ, որոնք որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել զանգվածային լրատվության միջոցին, բայց այդուհանդերձ ես ընդունում եմ, որ պիտի հետևողականորեն շարունակենք այս ուղղությամբ մեր հանձնառությունը եւ զանգվածային լրատվության միջոցներին առհասարակ ցանկացած տեղեկատվություն պիտի հասանելի դառնա պատշաճ կարգով, պահպանելով բոլոր իրավական ընթացակարգերը, այդ թվում անձնական տվյալների պաշտպանության կառուցակարգերը եւս։ Արձագանք։ Շատ շնորհակալություն մեկնաբանության համար։ Իրականում այո, ես կարծում եմ բավական ռեսուրսատար է իհարկե նախարարության կողմից բոլոր դեպքերի ուսումնասիրությունը, բայց ԶԼՄ-ները ես իհարկե նման դեպքերում ճիշտ չի անում տալը, բայց ամբողջ ժողովուրդը կոնկրետ այդ կայքն է այդ դրա հետ ասոցացնում եւ մտնում եւ նայում եւ երբեմն ուղղակի ակնհայտ է դառնում ինֆորմացիայի ծավալից եւ բնույթից, որ չէին կարող օրինակի համար ձեր ասած կողքից դիտորդները կամ բնակիչները նման ինֆորմացիա տալ, այսինքն անուն-ազգանունները եւ միջադեպի մասնակիցների տարիքը եւ այլն եւ այլն, էլի այսպես։ Ես հույս ունենանք, որ ուրեմն այս process-ը արագ ընթացք կստանա, կամ միգուցե ավելի երևի իմաստ ունի, ավելի խթանել ուրեմն ներքին ու ինստիտուցիոնալ ձևով այդ ինֆորմացիայի տրամադրումը շատ արագ
շատ կարճ րոպեների կամ ընթացքում հնարավորություն չտալով այդպես այդ զարտուղի ճանապարհներով ներողություն եմ խնդրում, որովհետև տպավորությունա, որ կամ ինչ որ բանի դիմաց կամ ծառայության կամ գումարի դիմաց է դա տեղի ունենում։ Շնորհակալություն։ Եթե նմանատիպ տեղեկատվություն ունեք գումարի կամ որևէ այլ ծառայության դիմաց տեղեկատվությանը հասանելի դարձնելու մասով, պարոն Բաբայան, ես խնդրում եմ դա անպայմանորեն փոխանցել, որովհետև դա առնվազն վտանգավոր, այսպես ասեմ, ազդակ է համակարգի տեսանկյունից։ Ես գնում եմ ավելի լավատեսական տրամաբանությամբ, որ ընդհանրապես որոշ աշխատակիցներ կարող են ոչ պատշաճ կերպով ինֆորմացիան հասանելի դարձնել տարբեր զանգվածային լրատվության միջոցների։ Միևնույն ժամանակ ուզում եմ փաստել, որ նախարարությունը շատ ակտիվ կերպով համագործակցում է բոլոր զանգվածային լրատվության միջոցների հետ եւ ցանկացած տեղեկատվություն, եթե կարիք կա փոխանցման, միանշանակ է, որ նախարարի մամլոխոսնակի խողովակը մշտապես հասանելի է մեր զանգվածային լրատվության միջոցներին եւ այլ զարտուղի ճանապարհով ինֆորմացիա ստանալու կարիք պարզապես չկա։ Այլ է հարցը, որ թե ով է փոխանցում, ինչ ծավալով է փոխանցում եւ նաեւ պիտի նկատի ունենանք, որ եթե կա նաեւ դեպքին հաջորդող քրեական վարույթ, այդտեղ նաեւ նախաքննության գաղտնիքի հետ կապված որոշակի հարցեր ունենք եւ այսպես շարունակ։ Վստահեցնում եմ նորից, որ թեման իմ ուշադրության ներքո է եւ բոլոր կառուցակարգերը կամրապնդվեն, որ նմանատիպ հարցադրումներ չունենանք կամ եթե լինեն, լինի կոնկրետ ռեակցիա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։